Խնդիրը պահանջում է գտնել, թե քանի տարբեր եղանակով կարելի է 12 հոգու բաժանել 2 թիմերի, յուրաքանչյուրում 6-ական մարդ, իսկ 3 թիմերի այնուհետև յուրաքանչյուրում ակնհայտ է 4-ական։ Շատ լավ, հիմա ինչպես կարող ենք այս խնդիրը լուծել։ Դե նախ երկու մաս ունենք խնդրի։ Ման առաջինը երբ պետք է մեզ բաժանել 2 թիմերի եւ երկրորդը երբ պետք է բաժանել 3 թիմերի։ Եկեք առանձնացնենք այդ մասերը։ Ցանկ հերթով մտածել։ Դե ինչ ունենք 12 հոգի, այսինքն 12 մարդ է այստեղ լինելու։ Եկեք ինչ որ ձև հարմար նշանակումը թող մտնի A1-ից A12-ը։ Ուղղակի ինդեքսներով շատ ավելի հարմար է հասկանալ, թե որն է։ Քեվի թվերով։ Շատ լավ։ Հիմա մենք ունենք, որ A1-ից A12-ին պետք է բաժանել 2 թիմի։ Առաջին թիմում 6 հոգի, երկրորդում նույնպես 6 հոգի։ Ահա։ Սա մեր առաջին թիմն է, սա մեր երկրորդ թիմն է։ Ինչպես կարող ենք այդ բաժանումը անել։ Դե այստեղ կարող է լինել օրինակ A1-ից մինչև A6 մարդիկ, 5 A6, մյուս խմբում կարող է լինել A7-ից մինչև A12 մարդիկ։ Ահա, շատ լավ։ Սա մեր առաջին խումբն է, իսկ սա մեր երկրորդ խումբն է, բայց վերհիշենք, որ մեզ այստեղ կոնկրետ խմբերը չի ասում, թե որ խմբում ով պետք է լինի, այսինքն խմբեր մենք չենք առանձնացնում, մենք ուղղակի պետք է բաժանենք 2 հավասար կտորի։ Դրա համար այստեղ իհարկե կօգտագործենք զուգորդության մեթոդը, այսինքն ուղղակի մարդկանց ենք մենք վերցնում 12 հոգուց, ինչը նշանակվում է հետևյալ կերպ, C12-ից 6-ական։ Ու հիմա ցույց տամ, թե ինչ ենք մենք հասկանում դրա ներքո։ Նշանակում է, որ մենք ընտրելու ենք 12-ից 6 մարդու եւ նրանց քանակը, նրանց հերթականությունը կոնկրետ էական չէ, մեզ համար շատ կարևոր է, որ մենք ուղղակի 12-ից ընտրում ենք 6-ի։ Մեզ համար էական չէ սկզբից A1-ին ենք ընտրում, A2-ին, A3, A4, A5, A6, թե սկզբից մենք A2 ենք ընտրում A1 մարդուն, այնուհետև A3, A4, A5, A6 եւ այդպես շարունակ։ Ու թե 12-ից 6-ականի բանաձևը ինչպես է արտահայտվում, սկզբից մենք 12 հոգուց ընտրում ենք 6-ին, առաջին մարդուն կարելի է 12 ձևով, երկրորդ մարդուն 11, երրորդին 10, չորրորդին 9, հինգերորդին 8 եւ 6-րդին 7 տարբերակով եւ այնուհետեւ մենք բաժանում ենք 6-ի ֆակտորիալին։ Ահա։ Հիմա բացատրեմ իմաստը, ինչու ենք մենք 6-ի ֆակտորիալի բաժանում, որովհետև ենթադրենք, ահա այս առաջին ընտրության ձևով, երբ մենք 12 տարբերակով առաջին մարդուն ենք ընտրում, 11 տարբերակով երկրորդ եւ այդպես շարունակ։ Մենք ընտրել ենք ահա այս խմբի մարդկանց, այսինքն A1-ից A6 մարդկանց ենք ընտրել։ Հիմա, բայց նույն հավանականությամբ մենք կարող ենք ոչ թե ընտրել A1-ից A6-ին, այլ կարող ենք ընտրել A3, A4, A2, A5, A6 եւ A1 մարդկանց, կրկին նույն 6 մարդիկ են, նույն խումբն է, ոչ մի ձև չի տարբերվում, միայն ընտրության հերթականությունն է տարբերվում, բայց դա հերթականությունն էլ մեզ համար կարևոր չէ։ Հետևաբար, մեզ պետք է այստեղ դա հաշվի առնել ու բաժանել այդ կրկնվող դեպքերի քանակին։ Իսկ քանի անգամ ենք մենք հաշվել այս 6-նյակը։ Դե հաշվել ենք դա 6-ի ֆակտորիալ անգամ, որովհետև 6 հոգուն այդքան անգամ իրար կողք կարելի է այսպես դասավորել։ Շարք կանգնեցնել, այսպես պատկերացնենք, դրա համար 12 հոգուց քանի տարբեր եղանակով կարելի է 6 հոգու ընտրել, երբ մենք չենք դիտարկում, թե սկզբից ում ենք ընտրել, ստացվում է 12-ից 7-ի արտադրելը բաժանած 6-ից 1-ի արտադրելը, ու դե հիմա արդեն այստեղ կարելի է ինչ-որ կրճատումներ կատարել, որպեսզի ավելի հեշտ լինի, օրինակ 6 2-ը 12-ի հետ կրճատենք, 2 5-ը 10-ի հետ կրճատենք, այստեղ ունենք 2, իսկ այստեղ 10-ը չկա, իսկ 3-ն էլ 9-ի հետ կրճատենք, արդյունքում ստացվում է 11 անգամ 3 անգամ 8, 7 ու այդ ամենը, կներեք, այստեղ 2-ն էլ այս 8-ի ենք թող լինի, ու այդ ամենը ոչնչի չենք բաժանում։ Հիմա այսքանով մենք ներկայացրինք, թե քանի ձևով մեզ մոտ կարելի է ընտրել 6 հոգու 12 հոգուց, ու այդ բոլոր եղանակը 924 է, բայց արդյոք այսքանով մենք կարող ենք խնդրի լուծումը ավարտել։
Ինքն մենք իրոք հասկացանք բոլոր իրարից տարբեր հնարավոր քանակները, եղանակները, թե ինչպես կարելի է երկու թիմ բաժանել։ Իրականում ոչ։ Այստեղ մենք հաշվեցինք 12 հոգուց ինչպես կարելի է 6 հոգու ընտրել, դե ակնհայտ է, որ մյուս խումբը կձևավորվի արդեն մնացած 6-ով, բայց մի հատ այսպիսի փաստ կա։ Եթե մենք սկզբից ընտրում ենք A1-ից A6-ին, ու մեզ մոտ արդյունքում մնում է A7-ից A12 մարդիկ, ու ստացվում է այս երկու տարբեր խմբերը։ Արդյոք մենք չէինք կարող սկզբից ընտրել A7-ից A12-ին ու մնացած 6-ը մեզ մոտ կլիներ A1-ից A6-ը։ Ու արդեն ստացվեց, որ այս երկու խմբերի բաժանումը մենք հաշվել ենք 2 անգամ։ Ու ինչու է այդպես ստացվել, ու ինչու ենք մենք տարբերություն դնում։ Դե որովհետև խնդրի պահանջը հենց այդպիսին է։ 12 հոգու պետք է բաժանել 2 թիմերի։ Էական չէ, թե որ թիմում ովքեր կլինեն։ Եթե մենք ասում ենք սկզբից ընտրենք առաջին թիմը, երկրորդ թիմը կձևավորվի արդեն մնացածով, այսինքն եթե մենք այստեղ առաջին թիմ ենք ասում, այստեղ երկրորդ թիմ, մենք պետք է հիշենք, որ այդպիսի առաջին թիմ, երկրորդ թիմեր չկան։ Մեզ համար էական չէ, թե որ թիմում ովքեր կլինեն։ Դրա համար նաև ահա այսպիսի տեղերով փոխված իրավիճակն է մեզ մոտ ստացվում նույն բաժանումը։ Հետևաբար մի հատ էլ պետք է այս ամենը բաժանել 924-ը պետք է բաժանել 2-ի, ինչի արդյունքում ստանում ենք 462։ Այսինքն 462 եղանակով առանց կրկնությունների կարելի է 12 հոգու բաժանել 2 իրարից տարբեր խմբի։ Ու ավելի լավ այս կրկնությունների կտորը կհասկանաք երկրորդ մասում, բայց հիմա եկեք այսպես ճակերտավոր բանաձևային տեսքն էլ գրենք, որ հասկանանք ինչ արեցինք, էլի։ Մենք սկզբից 12-ից ընտրեցինք 6 հոգու, այսինքն սկզբում ընտրեցինք առաջին թիմի մարդկանց, այնուհետև մնացածով իհարկե մենք ենթադրեցինք, որ ձևավորվում է երկրորդ խումբը, այսինքն C6-ից, չէ որ 12-ից 6-ին ընտրում ենք, մնում է 6-ը։ 6-ական կարող ենք այստեղ ասել, ձևավորվեց երկրորդ խումբը, եթե այստեղ մեզ մոտ ինչ-որ երկրորդ խումբ ձևավորվելու այլ տարբերակներ լիներ, մենք պարտավոր էինք բազմապատկում կատարել, որովհետև մենք սկզբից ընտրում ենք առաջին խումբը, այնուհետև ընտրում ենք երկրորդ խումբը, եւ մենք երկու խմբերն էլ ընտրում ենք։ Այստեղ մեզ մոտ եւ առաջին խումբը պետք է ընտրել, եւ երկրորդ խումբ, ու ամեն ընտրված առաջին խմբի համար մեզ մոտ այստեղ երկրորդ խմբի տարբեր հնարավոր դեպքեր են լինելու։ Շատ լավ, ու այս ամենն էլ բաժանում ենք 2-ի վրա, որովհետև մեզ մոտ էական չէր, թե որ թիմում ում ենք մենք ընտրել։ Ինքն այս երկու տեղերով փոխած իրավիճակն էլ ենք մենք հաշվում։ Դրա համար ենք ստանում 462 եղանակ։ Եկեք անցնենք երկրորդ մասին ու ավելի մանրամասն դիտարկենք արդեն այս երկրորդ մասի վրա։ Հիմա այստեղ մեզ պետք է արդեն բաժանել 3 իրարից տարբեր խմբի։ Ահա, խմբերը եկեք այստեղ պատկերենք։ Ու կրկին, եթե մենք այստեղ համարակալենք, ասելով առաջին խումբ, երկրորդ խումբ եւ երրորդ խումբ, մենք տարբերություն ենք ավտոմատ կերպով դնում այդ խմբերի մեջ, այսինքն մեզ համար էական է A1 մարդը առաջին խմբում կլինի, թե երկրորդ խմբում, թե երրորդ խմբում։ Բայց իրականում դա էական չէ, ուղղակի էական է ում հետ է նա այդ խմբում։ Հետևաբար, առաջին խմբում ենթադրենք A1, A2, A3, A4 մարդիկ են, երկրորդ խմբում ենթադրենք A5, A6, A7 եւ A8 մարդիկ են, իսկ երրորդ խմբում A9, A10, A11 եւ A12 մարդիկ են։ Բայց իհարկե ես ասում եմ առաջին, երկրորդ, երրորդ, բայց կրկին մենք նրանց չենք համարակալել։ Շատ լավ, այսինքն դուք հիմա արդեն պետք է պատկերացնեք, որ եթե այսպես տեղերով փոխեմ այս երկու խմբերը, ոչ մի բան չի փոխվի, մենք կրկին կունենանք նույն բաժանումը 3 իրարից տարբեր խմբերի։ Ինքն այստեղ կրկնվող դեպքեր խմբերի մեջ մենք ունենալու ենք։ Այս բաժանած երկուսը լինելու է, բայց ոչ երկուսի վրա ենք մենք բաժանելու, այլ թվի վրա ենք բաժանելու։ Շատ լավ, բայց դեռ եկեք կատարենք առաջին կտորը խնդրի լուծումը։ Նախ բաժանենք խմբերի։ Դե առաջին խմբի համար մեզ 12 հոգուց պետք է 4 հոգու ընտրել։ Ինքն C12-ից 4-ական։ Շատ լավ։ Իսկ դա ինչպես է կատարվում։ Սկզբից 12 հոգուց մենք կարող ենք ընտրել ում ցանկանանք, ենթադրենք A1-ին ենք ընտրում, այնուհետև 11 հոգուց է մեզ պետք ընտրություն կատարել, այնուհետև 10 եւ դրանից հետո 9։ Ու այդ ամենը բաժանում ենք 4 անգամ 3 անգամ 2 անգամ 1։
որպեսզի ազատվենք խմբի մեջ նրանց տեղափոխությունների քանակից։ Այսինքն սկզբից մենք ընտրում ենք 4 հոգի, այսպես շարքով կանգնեցրած, հետո բաժանում ենք քանակի վրա, թե քանի անգամ ենք մենք նույն խումբը հաշվել։ Դրա համար եկեք այստեղ կրճատենք, օրինակ 12-ը 4 անգամ 3-ի հետ, 2-ը 10, այստեղ 5, ու արդյունքում կլինի մեզ մոտ 5 անգամ 9 անգամ 11, ինչը հավասար է 495։ Հիմա մեզ պետք է մնացածից 8 հոգի է մեզ մոտ դեռ մնում, չէ՞ որ 12-ից 8 մարդ դեռ կա։ Մենք այդ 8-ից դեռ պետք է 4 հոգու ընտրենք, որպեսզի նրանք լինեն երկրորդ խմբի մեջ։ Այսինքն 8 անգամ 7 անգամ 6 անգամ 8 պետք է բաժանել կրկին նույն կրկնվող քանակի վրա 4 անգամ 3 անգամ 2 անգամ 1, ինչի արդյունքում այստեղ կրճատում անենք, կներեք 2 վերևում, 6-ի հետ բաժանենք ու արդյունքում 70։ Այսինքն 8 մարդուց կարելի է 70 ձևով ընտրել 4 հոգու, որպեսզի կրկնվող իրավիճակներ չլինեն։ Ու կրկին մեզ արդեն պետք է կազմավորել երրորդ խումբը, բայց դա երրորդ խումբը ինքնըստինքյան է կազմավորվում, որովհետև 4 հոգի էր, իսկ պետք է ընտրել 4 հոգու։ Եթե բանաձևով դիտարկենք, կլինի ուղղակի 4 անգամ 3 անգամ 2 անգամ 1-ը, բաժանած նույն 4 անգամ 3 անգամ 2 անգամ 1, այսինքն մի տարբերակով էլ մեզ մոտ երրորդ խումբը կձևավորվի։ Հետևաբար, ինչ է ստացվում այստեղ։ 495 տարբերակով առաջին խումբն ենք ձևավորում, դրանից հետո յուրաքանչյուր ձևավորված առաջին խումբի համար 70 ձևով կարելի է ձևավորել երկրորդ խումբ։ Դրա համար այստեղ մենք ունենք բազմապատկած երկրորդ խումբ ձևավորելու քանակների համար, քանակով բազմապատկած, ու յուրաքանչյուր երկրորդ խմբի համար մենք ունենք ընդամենը մի ձևով ձևավորված երրորդ խումբ։ Շատ լավ։ Իհարկե հիմա մենք պետք է մտածեինք, որ ահա այս արտադրելը ընդհանուր ներկայացնում է, թե քանի ձևով կարելի է, քանի եղանակով կարելի է բաժանել 3 իրարից տարբեր խմբի, բայց այստեղ մենք նույնպես սխալվում ենք, որովհետև ինչպես ասացի, կրկնվող քանակներ մենք ունենք, չէ՞ որ մենք սկզբից ընտրում ենք առաջին խումբ, այնուհետև ընտրում ենք երկրորդ խումբ, դրանից հետո ընտրում ենք երրորդ խումբ։ Ու եկեք ֆիքսենք օրինակ խմբերի քանակները հենց այս մարդկանց։ Բայց մենք կարող ենք ամենասկզբում ընտրել առաջին խմբի մարդկանց, այնուհետև ընտրել այս երրորդ խմբի մարդկանց, ու դրանից հետո ընտրել երկրորդ խմբի մարդկանց։ Բայց էական չէ, որովհետև մեզ ասում են 3 թիմերի, ինչ տարբերություն, երբ որ մարդկանց ենք ընտրել։ Նույն 3 թմերը կունենանք մենք։ Ինքն սրանք իրար հավասար տարբերակներ են, բայց մենք կարող ենք սկզբից ընտրել երկրորդ խմբի մարդկանց, այնուհետև առաջին խմբի, այնուհետև երրորդ խմբի, ու այսպես շարունակ։ Իսկ այսպիսի քանի կրկնվող տարբերակ մենք ունենք, քանի անգամ ենք մենք նույն թմերի բաժանումները հաշվել։ Մենք այդ կրկնվող քանակները հաշվել ենք 3 անգամ 2 անգամ 1 տարբերակով, որովհետև 3 հատ այսպիսի խմբերը, 3 թիմերը իրար հետևից կարող ենք 3-ի ֆակտորիալ ձևով դասավորել այդպես։ Դրա համար ենք բաժանում կրկնվող քանակները ահա այս արտադրելի վրա, ինչի արդյունքում ստացվում է, եթե 495-ը մենք բաժանում ենք 3-ի ու բազմապատկում ենք 70-ը բաժանած 2-ով, արդյունքում մեզ մոտ ստացվում է 5775 եղանակ։ Ահա, իսկ եթե հետաքրքրում է, թե ինչպես կլիներ ճակերտավոր բանաձևային տարբերակով, եկեք հիմա դա պատկերենք։ Կլինի մեզ մոտ ընդհանուր դեպքի համար, թե 12-ից 12 մարդուց ընտրում ենք 4 հոգու, այնուհետև բազմապատկում ենք մնացած մարդկանցից, այսինքն 8-ից, քանի եղանակով մենք կարող ենք 4 հոգու ընտրել, դրանից հետո բազմապատկում ենք մնացածից, քանի ձևով կարող ենք կրկին 4 հոգու ընտրել, ու բաժանում ենք 3-ի ֆակտորալի վրա, այսինքն 3 անգամ 2 անգամ 1։ Ու ինչու ենք բաժանում կոնկրետ այս քանակի վրա, որովհետև այս 3 խմբերը մենք հաշվել ենք յուրաքանչյուր այսպիսի 3 խմբերի, 3 թիմերի բաժանում 3 անգամ 2 անգամ 1 տարբերակով, որտեղ տեղերով կարող ենք փոխել, ինչպես հասկացանք այստեղ։ Իսկ ընդհանուր դեպքի համար, օրինակ, եթե ասեր 12-ը բաժանել ոչ թե 2 կամ 3 խմբի, այլ բաժանել 4 խմբի, ինչ կունենայինք մենք։ Կունենայինք 12-ից, պետք է ընտրել, եթե 12 մարդ է, 4 խմբի ենք բաժանում, յուրաքանչյուր խմբում հավասար քանակությամբ պետք է յուրաքանչյուր խմբում կլինի 3 մարդ։ Կստացվի, որ 12-ից նախ պետք է մենք 3 մարդու ընտրենք, այնուհետև մնացած 9-ից
պետք է կրկին 3 մարդու ընտրենք։ Այդ 9-ից եթե 3-ին ընտրում ենք, մնում է 6, 6-ից կրկին 3 մարդու պետք է ընտրել, եւ արդեն 4-րդ խումբը ինքնըստինքյան է ձևավորվում, ինչը նույնն է, ինչ 3-ից 3-ական ենք մենք դիտարկում։ Ու այս ամենը պետք է բաժանել արդեն 4-ի ֆակտորիալի վրա, որովհետև մենք այստեղ կունենանք առանձին ենք մենք դիտարկում առաջին խումբը, երկրորդ խումբը, երրորդ խումբը եւ 4-րդ խումբը։ Այսինքն, ահա այս խմբերի բաժանումը եւ այս բաժանումը մենք տարբեր ենք համարում։ Ահա այս վերևում, եթե չենք բաժանում 4-ի ֆակտորիալի, մենք այս երկուսը տարբեր ենք համարում, բայց այս երկուսը նույնն են, չէ՞ որ էական չէ, թե որ այդ թիմի մարդիկ որ թիմում կլինեն, ոչ, մեզ ուղղակի 4 թիմ է պետք։ Ինչ տարբերություն, թե ինչ հերթականությամբ է այդ 4 թիմերը բաժանված։ Դրա համար կարևոր է ահա այստեղ բաժանել կրկնվող քանակների վրա, ու կարող եք ինքնուրույն փորձեր անել տարբեր քանակների համար, ու այսպիսի քանակներ գտնել, թե քանի եղանակով կարելի է թիմերի բաժանել։ Եկեք ամփոփենք խնդրի լուծումը, հասկանանք ինչ արեցինք, դե նախ պետք էր հասկանալ ընդհանուր խնդիրը մեզնից ինչ է պահանջում գտնել։ Այն պահանջում էր գտնել, թե քանի տարբեր եղանակով կարելի է 12 հոգու 2 թիմերի բաժանել։ Ինչ արեցինք մենք։ Մենք վերցրինք մեր 12 մարդուն, բաժանեցինք 2 թիմի, A1-ից A6-ը մի թիմում, A7-ից A12-ը մյուս թիմում։ Բայց իհարկե ամենասկզբում A1-ից A6-ը առաջին թիմն էր, իսկ A7-ից A12-ը երկրորդ թիմն էր։ Հիմա ինչպես կարելի է այդ թիմերը ընտրել։ Դե 12 հոգուց ինչպես կարող ենք 6 հոգի ընտրել։ Առաջին թիմը ձևավորելու համար մենք 12-ից 6-ականը հաշվեցինք։ Ահա է զուգորդությունը, ինչը իրենից ներկայացնում էր ուղղակի սկզբում հաշվել, քանի ձևով կարող ենք 12-ից 6 մարդու ընտրել, երբ մեզ մոտ էական է հերթականությունը, ու այնուհետև բաժանել այդ հերթականությունների իրար մեջ տեղափոխած քանակի վրա, որպեսզի կրկնությունները հանենք ու ստացվի արդյունքում այն թիվը, որի դեպքում մեզ մոտ էական չէ հերթականությունը։ Ստացվեց 924։ Եվ երբ մենք ընտրում էինք առաջին թիմը, երկրորդ թիմը ավտոմատ ձևավորվում էր։ Բայց այստեղ մենք նկատեցինք, որ էական չէ։ Առաջին խմբում կլինեն A1-ից A6-ը, թե երկրորդ խմբում։ Հետևաբար պետք է բաժանել 2-ի, որպեսզի այս թիմերի տեղերով փոխել իրավիճակը նույնպես հաշվենք։ Ու ստացվեց, որ 462 եղանակ ունենք։ Իսկ բանաձևային ձևով պատկերվում էր այս ձև։ 12-ից մենք 6 հոգու էինք ընտրում, այնուհետև 6-ից 6 հոգու էինք ընտրում, որը մի եղանակով էր ընդամենը, ու բաժանում էինք 2-ի այս կրկնվող քանակների վրա, որովհետև սկզբից ընտրել առաջին թիմի մարդկանց, այնուհետև երկրորդ թիմի մարդկանց, ճակերտավոր, այնուհետև երբ մենք առաջին թիմի մեջ ընտրում էինք ահա այս մարդկանց, երկրորդ թիմի մեջ ընտրում էինք այս մարդկանց, ունենում էինք նույն թիմերի բաժանումը։ Դրա համար բաժանում ենք 2-ի այստեղ, կրկնվող դեպքերը հանում ենք։ Հիմա ամեն ինչ ավելի լավ էր երևում, երբ մենք 3 թիմի էինք բաժանում։ Առաջին թիմում ենթադրում ենք A1-ից A4-ն է, երկրորդում A5-ից։ Կներեք, արդեն այստեղ, տեսեք, երկրորդում A9-ից A12-ն է, իսկ երրորդում A5-ից A8-ն է, որովհետև տեղափոխություն եմ արել։ Շատ լավ։ Նախ բաժանեցինք ինչ-որ ձև, իսկ ինչպես կարելի է հաշվել, թե քանի եղանակով կարելի է բաժանել։ Դե սկզբում հաշվում ենք, թե քանի ձևով կարող ենք մենք ընտրել առաջին թիմի մարդկանց, դա 12-ից 4 մարդ ընտրելն է։ Սկզբում հաջորդականությունը, հերթականությունը էական ձևով ենք հաշվում, այնուհետև բաժանում կրկնվող քանակների վրա ու ստանում ենք այն քանակը, այն եղանակները, որտեղ էական չէ այդ 4 մարդիկ ինչ հերթականությամբ են ընտրված։ Այնուհետև դե 4 մարդու ընտրել ենք, մնում է 8 մարդ։ 8-ից կրկին 4 հոգու է պետք ընտրել։ Ինչպես ենք ընտրում։ Նախ հաշվում ենք, թե քանի ձևով կարելի է 8-ից ընտրել 4 մարդու, որտեղ էական է ինչ հերթականությամբ են ընտրած մարդիկ։ Այնուհետև բաժանում ենք կրկնվող դեպքերի վրա ու ստանում ենք իրավիճակ, երբ էական չէ, թե ինչ հերթականությամբ են ընտրված մարդիկ։ Իսկ մնացած 4-ից ձևավորվում է երրորդ թիմը։ Ու դա էլ մեկ տարբերակով ինքնըստինքյան ձևավորվում է։ Հիմա մենք պետք է ընտրենք եւ առաջին թիմի մարդկանց, եւ երկրորդ թիմի մարդկանց, եւ երրորդ թիմի մարդկանց։ Դրա համար այստեղ ունենում ենք բազմապատկման նշան։ Բայց կրկնվող իրավիճակները արդեն այստեղ ոչ թե 2-ն են, այլ 3-ի ֆակտորիալ, 3 անգամ 2 անգամ 1, որովհետեւ այստեղ մենք առաջին, երկրորդ, երրորդ թիմերի բաժանում էինք արել, բայց կարող ենք սկզբից առաջին թիմի մարդկանց ընտրել, այնուհետեւ երրորդ, այնուհետեւ երկրորդ թիմի մարդկանց ու նույն քանակն էինք ունենալ։ Դրա համար ուղղակի բաժանում ենք նրանց տեղափոխությունների քանակի վրա, A1-ից A3-ի տեղափոխությունների քանակի։ Իսկ դե քանի որ 3 թիմ էր, 3-ի ֆակտորիալ տեղափոխություն։ Ուստի 5775 եղանակով կարելի է 12-ի
ընտրել 3 թիմ, որտեղ յուրաքանչյուրում կա 4 մարդ։ Ու այստեղ նույնիսկ ներկայացրենք, թե ինչպիսին կլիներ տեսքը, երբ մենք 12 մարդու բաժանեինք ոչ թե 3, այլ 4 թիմի, օրինակ։ Շատ լավ, այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։